Տիկին Հակոբյան, տեսանք, որ օրեր առաջ կարելի ասել 2026 թվականի սկզբին ստորագրվեց մի փաստաթուղթ, որին ներկա էր նաև Արցախի թեմի առաջնորդը, նորոգման ծրագիրը, ձեր վերաբերմունքը այս ամենին ինչպես է, քանի որ դուք նաև պահանջում էիք նրա հրաժարականը, որպեսզի նա Արցախի թեմի անունից հանդես չգա, ինչ արդյունք տվեց այդ ամենը։ Գիտեք, ես հիմա էլ եմ ասում, այդ անձը Արցախի թեմի առաջնորդը չէ։ Անկախ նրանից դեռ լուծվել է այդ հարցը թե ոչ, որտեղ ես վստահ եմ, որ դա անպայման պիտի լուծվի, որովհետև եթե մի ամբողջ ժողովուրդ չի ընդունում այդ անձին որպես իր թեմի առաջնորդ, հետևաբար ինքը չի կարող եւ ինքը չի առաջնորդում, ինքը չունի առաջնորդություն, որովհետև նախ չի ներկայացնում արցախցիների կարծիքը այդ հարցի ուղղությամբ, այսինքն դա իր սեփական, դա իր անձնական այլ բան է, որ ինքը ծածկվում է եւ ներկայանում է որպես Արցախի թեմի առաջնորդ, ինքը Արցախի հետ որևէ կապ չունի։ Իսկ զուտ մարդկային առումով մեծ ցավ եմ ապրում, մեծագույն ցավ է, որովհետեւ ցանկացած արցախցու հուդայի կերպարը ընդունելը դա մեզ համար մեծագույն ցավ է։ Դա մեզ համար ամոթ է, դա իրականում խարան է Արցախի ժողովրդի վրա, որովհետև այն պատգամը, որ մենք ունենք, թե մեր նահատակված, թե մեր կենդանի, թե մեր, չգիտեմ, հերոսներից, թե հայրենիքից այդ պատգամը ունենք, այսօր ցանկացածը, եթե մի փոքր շեղվում է, այլևս իրեն ներում չկա նաև այս պարագայում։ Մենք ընդունում ենք, որ ինքը Աստծո ծառա է, ինքը ունի այդ իրավունքը ծառայություն շարունակելու, բայց քավ լիցի մեր ժողովրդից հեռու։ Այս ամենը եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունները, այս նորոգման ծրագիրը, ուխտյերթը, վերջի վերջո ինչ է կարծում, ուր կհանգի այս ամենը։ Գիտեք, ես կարծում եմ, որ Հայաստանում այսօր օրակարգը դա չպիտի լինի, որովհետև մենք բոլորս ստացվում է, որ քննարկում ենք Նիկոլի օրակարգը, բայց ես ձեզ ասեմ, որ իրականում, այո, սա մեր սպառնալիք է Հայաստանի համար, այն ինչ որ տեղի է ունենում հիմա սպառնալիք, եկեք մի ընդհանուր, այսպես դիտարկենք, ոչ թե դետալ, այո, մի օր ուխտերի երթ է տեղի ունենում, մի օր, չգիտեմ, քնում է արթնանում այդ մարդը, որոշում է, որ մի այլ աղետ պիտի բերի հայ ժողովրդի գլխին, եւ մենք բոլորս ամեն օր դետալ կենտրոնանում ենք ու շեղվում ենք այդ օրակարգով, սա ընդհանուր հենց այն ծրագիրն է, ինչը որ Նիկոլը անում է, բայց իրականում քաղաքական դաշտը սրանով մերցնելով, սպառելով եւ այլևս ստացվում է, որ մնացած քաղաքական ուժերը քաղաքական օրակարգ չեն արտադրում։ Ես կարծում եմ, որ գոնե, եթե մուտք ենք գործել 2026, որտեղ կարևորագույն իրադարձություններ են դեռևս մեզ սպասվում, մենք պիտի սկսած քաղաքական ուժերից վերջացած ժողովրդով ինքներս ընտրություն կատարենք պետություն ունենալու եւ այդ պետության այսպես վտանգների մեջ լինելով վերանալուն ուղակի որպես դիտորդ կամ ամեն մեկս մեր օրակարգ ունենալով հանդիսատես որպես ներկանանք։ Ես կարծում եմ, որ մենք ուղակի պետք է գիտակցենք, որ այո, այսօր ունենք իշխանություններ Հայաստանում, որոնք իրականում սպառնալիք են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար։ Սպառնալիք են ներկայացնում յուրաքանչյուրիս համար, ֆիզիկական մեր յուրաքանչյուրիս ֆիզիկական գոյության համար, յուրաքանչյուրիս պատմական հետագայում, ընդհանրապես պատմություն ունենալու, գոյություն ունենալու համար։ Եվ հետևաբար մենք բոլորս պիտի ունենանք մեկ օրակարգ, մի ուղղություն, չեզոքացնել այս քաղաքական վտանգը, որ հիմա ներկա է Հայաստանում, իդեմս ներկայիս չակերտավոր իշխանությունների եւ ունենալով մեր օրակարգը շարժվել առաջ։ Իսկ կարծում եմ, որ մեր օրակարգը մեր բոլորիս համար շատ պարզ է, անել լրիվ հակառակը, ինչ որ անում են այս իշխանությունները։